Աստված սեր է։ Ուրեմն մենք հասկանալով ու իմանալով, որ Աստված սեր է, երբ նա հաղորդվում է մարդու հետ, այսինքն իմ ու քո հետ, դա կարելի է անվանել Աստծո հրաշալի շնորհքը։ Ամեն։ Աստծո շնորհքը դա չվաստակած բարեհաճությունն է, որ գործուն զորությամբ գործում է մեր յուրաքանչյուրիս կյանքի մեջ, Աստծո ժողովուրդ ջան։ Թույլ տվեք ասեմ մարդկային թուլության մեջ։ Այսինքն կատարելապես կամուրջ է կազմում, ստեղ ուշադիր լսեք, մեր սահմանափակումների և Աստծո անսահման զորության միջև։ Այսօր խոսելու եմ Տիրոջ հրաշալի շնորհքի մասին, բայց դեռ նախադասությունս չեմ ավարտել, թույլ տվեք շարունակեմ։ Ապահովելով հենց այն, ինչ անհրաժեշտ է մեզ դիմանալու և հաղթահարելու դժվար իրավիճակների մեջ։ Գիտեք, ոմանք մտածում են, երբ որ դժվար կարգավիճակներ կա, եթե Տերը կա իրական է, թող հեռացնի մեզանից։ Շատ անգամներ Տերը կարող է այն հեռացնել։ Բայց կխնդրեմ, որ բոլորս ուշադիր լսենք ու հասկանանք աստվածապաշտության կյանքը, որովհետև շատ սխալ ու շատ սուտ ուսմունքներ կա, որ եթե գաս Աստծուն, քո ամեն փորձություններդ կհեռանա։ Դու դժվարություն ու նեղություն կյանքում չես ունենա։ Դա սխալ կերպով մարդկանց համոզել, ստելով բերել է Աստծուն, նման բան չկա։ Ուղղակի գալով Աստծուն դու գտնես կյանքը և ճանապարհը հավիտենականության։ Եվ այո, այդ նեղության ու դժվարությունների մեջ էլ Աստված կապահովի իր ներկայությունը, մխիթարությունը, պաշտպանությունը քո կյանքում։ Կարանք ասենք ամեն։ Աստծո ժողովուրդ ջան, այս դինամիկան արմատավորված է 2 Կորնթացիս 12:9 համարի հետ, որտեղ Պողոս առաքյալը նկարագրում է, որ մարդու տկարության մեջ ինչպես է Տիրոջ շնորհքը բավական, ինքը անձնական ճաշակելով առնելով պատասխանը Հիսուսից։ Եվ այսօր հենց կենտրոնանալու եմ ու խոսելու եմ այդ մասին, տալով օրինակներ Աստվածաշնչից, Աստծո մարդկանց կյանքերում, ինչպես Աստված իր շնորհքով նրանց զորացրեց ու բարձրացրեց։ Ամեն։ Անկախ նրանից, թե ինչի մեջ ենք տկարացած, հա, գոյություն ունի տարբեր հոգևոր սեզոններ։ Մենք ասում ենք սիզոններ հոգևոր։ Ամեն մեկս անհատական ունենք մերը։ Ամեն սիզոնների այդ հոգևոր սեզոնների մեջ ամեն մեկի տկարությունն ու ամեն մեկի դժվարությունը, սայթաքումները, որևէ թուլությունները տարբեր են։ Բայց մեկ բան մնում է նույնը՝ Տիրոջ շնորհքը։ Տիրոջ հրաշալի շնորհքը, ինչ տկարություն ամեն մեկս որ ունենանք, մեզ բավական է։ Ամեն։ Կարա ոմանց տկարությունը լինի իմաստության պակաս, ոմանց տկարությունը լինի հուզական ուժի պակաս, կամ ֆիզիկական տոկունության պակաս, հավատքի պակաս, միգուցե հիվանդ ես, միգուցե որևէ մի բանով ես ասում, միգուցե սքի մեջ ես։ Ուշադիր լսեք, Աստծո շնորհքը ճշգրիտ միջոցն է այդ կոնկրետ քո ցավի ու տկարության համար։ Այսօր մենք պիտի հենց դա սովորենք ու իմանանք մի կարևոր բան։ Ամեն ժամանակ չի, որ երբ որ մենք թեկուզ անկեղծ աղոթքներ բարձրացնենք ու թեկուզ պատասխանը ոչ լինի, մտածենք, որ Աստված մեզ չի սիրում կամ մեղք կա մեր կյանքում, դրա համար չի հեռացնում։ Ամեն մեկս ունենք մեր բեռը, ամեն մեկս ունենք մեր փորձությունները։ Մենք պետք է վստահենք Աստծո զորությանը։ Կարա եկեղեցին ասի ամեն։ Աստծո ժողովուրդ ջան, Աստծո շնորհքը ոչ թե ֆիքսված ինչ-որ մի քանակություն է, այլ թույլ տվեք ասեմ, որ այն անընդհատ կարծես մատակարարման հոսք լինի, երբ կանչես, երբ խնդրես, նա այնտեղ է, նա պատրաստ է, որ իր շնորհքով նման տվյալ իրավիճակները ուղղակի քեզ հանի այդ վիճակից, ամեն։ Աստծո շնորհքը բացահայտ օգնում է մեզ մեր տկար բնավորությունների մեջ, հիմա
ոմանք հետ կմտա, ամեն մեկս ունենք բնավորության գծեր, տարբեր բնավորության գծեր, ուշադիր լսեք, սա կարևոր է, ամեն մեկս ունենք լավ թե վատ բնավորության գծեր, Աստված ամեն մեկիս կյանքում այդ վատ բնավորության գծերի վրա աշխատում է, թե որքանով մենք կխոնարհվենք Տիրոջը, այդքանով է մեր արդյունքը տվյալ այդ գործի պտուղը կքաղենք, ամեն, հիմա հասկանանք մի բան, մարդիկ կան ունեն խնդիր բնավորության, տկար բնավորության գծեր, մարդիկ կան ունեն սահմանափակումներ, մարդիկ կան ունեն ֆիզիկական տկարություններ, ինչպես ասացի, հիվանդություններ, Աստծո շնորհքի այդ գերբնական կարողությունը փայլում է հենց մեր մարդկային տկարությունների մեջ, եթե մենք կատարյալ լինենք, Աստծո շնորհքը մեզ պետք չի, հենց Աստծո շնորհքը կտեսնես տկար անձ, բայց Աստծո շնորհքով զարդարված ու Աստծո շնորհքով, ունի լուծումը, հարցի պատասխանը, Աստծո ժողովուրդ ջան, գիտեք, շատ անգամ մարդիկ, երբ որ Աստծո մարդ ես ասում, ուզում են պատկերացնեն մի անգամից կատարյալը մեր հովիվն է, որի անունը Քրիստոս Հիսուս է, որին բարի հովիվ անվանեցինք, նա է միակը, որ կատարյալ է, և նա է մեր առաջնորդը, որ նա մեզ թողեց իր ոտքերի հետքերը երկրի վրա, բոլոր Աստվածաշնչում, ամեն խոսքերի մեջ մենք կարող ենք տեսնենք, պատմություններով, որ այդ հետքերով եթե մենք քայլենք, մենք կեթանք դեպի կատարելության, բայց հիշեք մի կարևոր բան, ոմանք ասում են սատանան մեր թշնամին է, անշուշտ, նա մեր թշնամին է, բայց դուք գիտեք մինչև նա մեր թշնամին ըլնելը, մեր առաջի թշնամին մեր մեջ է բնակվում, մեր մեջից է, յուրաքանչյուրիս մեջից, և դա հենց մեր մարմինն է, որը մեղքից ծնվեց, և այսօր այդ մեղքի պատճառով այդ մարմինը դարձել է մեր հոգու թշնամին, որ միշտ բախվում են իրար, երբ որ մենք հոգով ուզում ենք առաջ գնանք, աճենք, զորանանք, ինչ է անում, մարմինը գլուխ է բարձրացնում և ճնշում է հոգևորին, հոգուն, հիմա ուշադիր լսեք, ինչ ենք հասկանում, հոգու մարմնի պատերազմ է մեր մեջ, 24 ժամ, և ով կարող է մեզ օգնել, Աստծո Սուրբ Հոգին իր շնորհքով, հիմա ուշադիր լսեք, որ մեկին մենք կերակրենք, էդ էլ գլուխ է բարձրացնելու, եթե դու քո մարմնի ցանկության հետևից ես գնում, քո մարմնի համար հաճո լինի, դու մարմինդ ես կերակրում, քո մարմնի գործերն էլ գլուխ է բարձրացնելու քո կյանքում, գնալու ես մարմնի հետևից նրան գոհացնելու, և ավելին ասեմ, մարմնի հոգը չի, թե դու դժոխք կեթաս, թե դրախտ կգնաս, որովհետև մարմինը ընես թե սենց մնալու է հողին, հողից ստեղծվել է, հող էլ դառնալու է, բայց հոգին մեր մեջ, հոգին կերակրողը Աստծո խոսքն է, եկեղեցին է, եթե հանկարծ մեկը ձեզ կգա ու կխաբի կասի, եկեղեցի բավական ամիսը մի անգամ այցելես, մի անգամ լսի, բավականը իմացեք սատանան է նրա բերանից ձեր հետ խոսում, եկեք ես ձեզ մի բան ասեմ, եթե այդքան շուտ համոզվում ենք մենք, նման խորհուրդներին, եկեք մի բան ասեմ, ամիս եկեք մեկ անգամ ճաշ ուտենք, բավական այն չի կարիք ունենք էլ ուտենք, խենթություն է, իհարկե այո, ոնց կարելի է մարդ ամիսը մի անգամ ճաշ ուտի, այդ ամիսը մի անգամ ուտելով, վերջապես ինչ տեղի կունենա, կհիվանդացնես մարմինդ, նույնպես հոգին, հոգին մեր մեջ, որ վերստին ծնունդ է առե, կերակրվել է պետք, ոնց է կերակրվում, Աստծո խոսքով, Աստծո խոսքն է, որ մեզ կերակրում է և մեր հոգին հասունանում է և միշտ առողջ է լինում, գիտի ինչպես ճնշի ինչին մարմնին, ուրեմն մեր համար առաջի թշնամին դա մեր մարմինն է, մենք պատերազմում ենք մեր մարմնի դեմ, Աստծո ժողովուրդ և մարմնին օգտագործողը ով է, սատանան, գիտի ինչպես անի, որ ամեն ժամանակ քեզ գցի փորձության մեջ, հետ գամ թեմայիս, Աստծո շնորհքը մեզ
առաջ է հրում։ Առաջ է հրում, որպեսզի չմնանք դժվարությունների մեջ, որպեսզի Ղովտիկին հիշում եք, երբ որ իրան հանեց Աստված, հրեշտակը հանեց նրան Սոդոմ Գոմորից, նրանց պատվիրեց, ասեց՝ ետ չնայեք, քաղաքը այրելու եմ, ոչնչացնելու եմ, հետև չնայեք, դիմաց նայեք ու քայլեք, փախեք, հելեք սարերը։ Այսօր մեզ նույն ձևի որպես Աստծո մարդիկ ասում է հետև մի նայեք, հետևում ինչ եղել է, ով մնացել է հետևում, մի հետև նայեք, մի փորձեք դուք ինչ որ մեկի հանեք, դուք եք ընկնելու այդ մեղքի մեջ, առաջ նայեք ու վազեք առաջ, որպեսզի փրկվեք, որտեղ Տիրոջ բարկությունը թափում է այսօր անհնազանդ որդիների վրա։ Գիտեք, նման քարոզները ասում են մի տեսակ բարկացած չի, ճշմարտությունը չի կարելի ծռել։ Այն նրանք, որ նայեք, ես այսօր քարոզում եմ շնորհք, բայց շնորհքը պահանջում է մեզի արթնություն, ճշմարտությունը չծռել։ Շնորհքը պիտի մեզ պահի արթուն ամեն ժամանակ, որպեսզի մենք այդ շնորհքի տակից դուրս չգանք եւ մեզ համար նոր մի կեղծ շնորհք կառուցենք ու մտնենք դրա մեջ, որովհետեւ վերջում ով է տուժելու, ես եւ դու, որ մտել ենք կեղծիքի տակ, որովհետեւ այսօր այն ինչը որ իրական է, դրա նույնպես կեղծիքը կա։ Եվ այսօր մենք պետք է զգուշանանք այդ տվյալ իրավիճակներից, ամեն։ Մի կարևոր կետ, որ Աստծո շնորհքը երևում է մեր խոնարհության մթնոլորտում։ Ինչքան մենք խոնարհվենք Տիրոջ խոսքին, Հիսուսի պատվիրաններին, ինչ որ մեզ ասել է անենք, իմացեք այդքան առավել եւս Տիրոջ շնորհքը գործելու է մեր կյանքում։ Ամեն։ Սովորեցնելու է մեզ հրաժարվել մեր վերահսկողությունից եւ նա օգնելու է, որ Աստծո կանոններով, Աստծո խոսքով հաղթահարենք ամեն դժվարություններ։ Սա քանիսդ ունեք դժվարություն։ Քանիսդ եք անցնում խորը փորձություններով։ Գիտեք, որ այդ աղոթում եք, չէ՞։ Աղոթում եք ու ասում եք՝ Տեր, վեր առես փորձությունը։ Վեր է առնում։ Ոչ։ Ինչու վեր չի առնում։ Որովհետև Տիրոջ շնորհքը քո այդ տվյալ իրավիճակի մեջ բավական է քեզ։ Եկեղեցի, այսօր մեկ անգամ եւս ուզում եմ հիշեցնել, Աստծո շնորհքը տպավորիչ բան է եւ այն է, որ նա ընտրեց մեզ իմանալով յուրաքանչյուրիս ով լինելը։ Գիտեք, երկար ժամանակ եկեղեցի այցելում ես, հետո մտածում ես, ասում ես, Տերը ոնց կարա ինձ սիրի, որտեվ դու ինքդ քեզ լավ ես ճանաչում, քո տկարությունները, քո մեղքերը, քո թերությունները, եւ մտածում ես, ասում ես, բայց ինձ չի սիրի։ Քանիսդ եք ստեղ կասկածում հափշտակվելու եք, թե ոչ։ Շատերս ենք, չէ՞, կասկածում։ Ինչու։ Որովհետև մենք թերագնահատում ենք Աստծո գործը մեր կյանքում։ Աստված իր շնորհքով է մեզ ընտրել ու փրկել։ Նա շատ լավ գիտեր մեր ով լինելը, իմանալով մեր մեղքերը, մեր ապստամբությունները, մեր անկումները եւ առավել եւս թույլ տվեք ասեմ, նա շատ լավ գիտեր մեր մտադրությունները, չար մտադրությունները։ Շատ անգամ մտածում ենք ծայրահեղությունից ծայրահեղություն կա, ոմանք իրանց թվում է իրանք կատարյալ են, ոմանց էլ թվում է շատ վատն են։ Մենք պիտի հասկանանք, թե այն դեպքում, թե այն մյուս դեպքում ամեն ժամանակ ապավինել Տիրոջ շնորհքին։ Տիրոջ շնորհքն է, որ մեզ փրկում է, կարանք ասենք ամեն։ Նա իմանալով մեր ով լինելը, թույլ տվեք այտենց ասեմ, ամեն մեկիս ով լինելը, միևնույնն է ընտրեց մեզ։ Նա տեսավ մեղավորների, ովքեր Աստծո ողորմության կարիք ունեն։ Այսօր մենք Աստծո ողորմության կարիք ունենք։ Գիտեք, շատ անգամ մենք մտածում ենք այսպես, որ Աստծո շնորհքի կարիքը կար փրկվելու համար։ Ոչ։ Աստծո շնորհքի կարիքը կա ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե եւ ամեն վայրկյան, որովհետեւ ինչքան մենք քանի դեռ ապրում ենք երկրի վրա, մենք նրա շնորհքի կարիքն ենք ունենալու, որը Սուրբ Հոգով նա մեզ համար կա, կենթանի է, իրական է, ամեն։
ասեմ, որ մեր հավատքի կյանքում շատ կձախողվենք մենք։ Հիմա կասեք, փաստոր, մի հատ լավ բան ասա, էլի, որ հաղթելու ենք, հավատքի կյանքում շատ ձախողումներ ենք ունենալու։ Ինչպես ասացի, մարմինը հոգու դեմ պայքարում է եւ պատերազմում է։ Մի թերա գնահատեք մարմնի կարողությունը, որովհետեւ ամեն ժամանակ մարմինը ձգտելու է Իրանը։ Դրա համար ինչ ենք անում։ Հիսուսին չասեց, ինչպես պատվիրեց մեզ հաղթարել, ասաց հոգով աղոթեք, հոգով ապրեք, եւ այն ժամանակ ինչ կճնշենք մենք մեր մարմինը։ Այդ ժամանակ ո՞րն է բանալին։ Ամենակարևորը, որ սկսենք ծոմեր պահել, առանձնացնենք մեր մարմինը, ճնշենք եւ Տիրոջ հետ հաղորդակցության մեջ մտնենք։ Եվ դա չանենք ձևական ցուցադրական ինչ-որ մի բանի համար, եկեք անենք Տիրոջ ձայնը լսելու համար, Տիրոջ հետ հաղորդակցվելու համար, ամեն։ Աստծո ժողովուրդ, հիշենք մեկ կարևոր բան։ Գիտեք, մտածում եմ ասեմ, հետո մտածում եմ չասեմ, մի բան եկավ մտքից, բայց կթողեմ մի պահ կկանգնեմ քարոզը եւ կասեմ, որտեղ շատ կարեւոր է, ինձ իսկապես ուրախացեց, երբ որ ես եկա եկեղեցի առավոտյան եւ մեր Կարեն աղբերը ստեղ էր, զրուցում էինք միմյանց հետ եւ եղբայրը կհիշեք, որ կոմայի մեջ էր, շատ վատ վիճակում էր, գնացինք, աղոթեցինք եւ ասում է, գիտես, փաստեր, իմ մտքից այսօր կամանց հետագալի իմ տեսած երազները եւ ինքը չի ճանաչում մեկ ուրիշ քուրիկի այստեղ, ով որ նույն բանը վկայեց ինձ, նույն տեսիլքը, նույնն են տեսել եւ ասում մի տեղ էի, բարձր տեղ եւ ասում Աստծո հրեշտակը նրան թույլ չտվեց ներս մտնի, ասելով քո ժամանակը չէ, այսինքն գնա, այսինքն գործ ունես անելու։ Եվ այդ նույն բանը մեկ ուրիշ քույրիկ է մեզ վկայել այս եկեղեցում, ինքը գիտի ով է, ստեղ նստած է, նույն երազը։ Ուղղակի հոգիս ցնծում է ուրախությունից, որ Աստված որքան հրաշալի է։ Գիտես, նրանց այդ մահվան շուքին Տիրոջ շնորհքը հայտնվել է նրանց։ Եվ նրանց ասել է գնա ու ապրի, գնա ու վկայի, որ ես կենթանի եմ։ Գնա ու վկայի, եւ հետաքրքիրը գիտեք որն է, որ նա եկել է, որ ես խոսեմ խոսքը տամ ու մխիթարեմ իրեն, բայց ինքը իր խոսքով ինձ մխիթարեց։ Ինքը իմ հավատքը զորացրեց, որտեվ Աստծո խոսքը հավատքը գալիս է լսելուց եւ լսելով ոնց է Տերը տարբերանց իրար չեն ճանաչում ստեղ նստած են երկուսն էլ, բայց նույն բանը, նույն երազը, երկուսին էլ հենց մահվան շուքի ձորում, նույն երազը դեռ քո ժամանակը չի։ Աստծո ժողովուրդ, կարչենք Տիրոջը, բռնենք Տիրոջը, չթողենք Տիրոջը, որտեվ Տիրոջ շնորհքը այն հիմնական մեր զորությունն է, որ կհաղթահարենք ամեն իրավիճակներ։ Գիտեք, եղել է պահ, որ քեզ թվում է, որ չես կարողանում այլևս, բայց չէ, ասես գերբնական մի հատ ուժ է քեզ բռնել ու բարձրացելու, ասես Տեր, սա մենակ դու կարող ես անել, սա Տիրոջ շնորհքն էր, ամեն, նրա սերն է, որ դրսևորվում է յուրաքանչյուրիս կյանքում, ամեն։ Պողոս առաքյալը, ինչի վրա հիմա կանրադառնամ, ինչը որ հենց որտեղից է բռնել եմ քարոզը, Պողոս առաքյալը իր թղթերում 2 Կորինթացիս 12:1 համարում վկայում է ասելով, գիտեմ մեկին ասում է, որ 14 տարի առաջ ասում է, բայց չգիտեմ ասում է, մարմնով էր, թե հոգով էր, հափշտակվեց 3-րդ երկինք, մենք գիտենք, որ 3-րդ երկինքը դա դրախտն է, Աստծո ներկայությունն է, Աստծո թագավորությունն է, եւ այստեղ տեսնում ենք, որ վկայում է ինքը իր համար մի տեսակ փակագծերը բացում է ասելով, որ այդ մարդու մասին խոսում է, որ 14 տարի առաջ հափշտակվել է, նա խոսում է իր մասին։ Աստծո ժողովուրդ ջան, նա կներեք, նա լսել է անպատմելի բաներ դրախտում, որտեղ ինքը նշում է, ասում է, մարդը չպետք է դրանց մասին խոսա։ Դուք պատկերացնում եք, դրախտում լսած այդ ճաշակած վիճակը իրան արգելված ասում է այդ մասին, դա նույնիսկ խոսալը,
չի կարողանում, ինքը չի գտնում խոսքեր նկարագրի ինչպիսին էր երկինքը, ինչպիսին էր այնտեղ, ինչ էին խոսում։ Եվ անկեղծ հայտարարություն անում Պողոս Առաքյալը, ասելով, որպիսի հայտնությունների առավելությամբ չհպարտանամ, մարմնիս համար խայթ է տրվել ինձ։ Խայթը որն է, այսինքն փորձություն, ինչ որ մի փուշ իր կյանքում, որ իրան անդադ ճնշած է պահում մարմինը, ուշադիր լսեք, որ ասում է, որը սատանայի հրեշտակ է, որը ասում է, բռնցքահարում է ինձ, որ ես չգոռոզանամ։ Աստծո ժողովուրդ ջան, ախր Պողոս Առաքյալը Աստծո մարդ, Սուրբ Հոգով լցված առաքյալ մարդ, ինչը պետք է գոռոզանար։ Հիշեք մի կարևոր բան, քանի դեռ մենք մարմնի մեջ ենք ու կառնենք Աստվածանից հայտնություններ, մենք ենթակա ենք գոռոզանալու, հպարտանալու։ Դրա համար Աստված գիտի ամեն մեկիս կյանքում ինչ փուշ է պետք, որպեսզի մեզ ամեն ժամանակ խոնարհ պահի։ Ամեն։ Եվ այս ինչ որ Պողոս Առաքյալը այս փորձությունը ուներ իր կյանքում, այս փորձությունը իրան ցավ էր պատճառում։ Աստվածաբանները տարբեր ձև են մեկնաբանում, ոմանք ասում են դա հիվանդություն էր, որ նա ուներ, ոմանք ասում են դա իր աչքերի տկարությունն էր, չէր տեսնում, ոմանք ասում են իր վախերն էր, վախերով էր անցնում, վախերով էր ապրում եւ դա կարծես մի ճնշող մի հատ հոգի էր, հա։ Ինչ որ էր, մենք չգիտենք, բայց մի բան էր, որի համար, որը իրեն ցավեցնում ու անհանգստացնում էր, որի համար Պողոս Առաքյալը 3 անգամ աղաչում է Աստծուն։ Չի գրած խնդրում է, կամ չի գրած ուզում է, գրում է աղաչում է Աստծուն։ Ինչ է աղաչում։ Աղաչում ասում է վեր առ ինձանից այս փուշը։ Այսինքն այս փորձությունը ինձանից հեռացու, այսինքն ծանր է նա ինձ համար։ Գիտեք Տերը ինչա պատասխանում։ Տերը նրան պատասխանում է ասելով. քեզ իմ շնորհքը բավական է։ Այսինքն մերժում է Պողոս Առաքյալին, ոչ, չի մերժում, հակառակը պաշտպանում է Պողոս Առաքյալին, ասում է Պողոս, այդ փուշը տեղ է պատճառի համար, հավատա ես իմ շնորհքով այնպես կանեմ, որ դրա հարցը կլուծվի, բայց քեզանից վեր չեմ առնի։ Աստծո ժողովուրդ, եթե մարդու գլուխը ցավում է մեկ անգամ, հա, երբ որ դու խմում ես, ասենք, Advil, Tylenol, հա, այդ մեկ անգամը, որ կտրվում է ցավը, անցնում է, ինչ այլ այլևս գլխացավ չես ունենում, իհարկե ունենում ես, եւ ամեն անգամ, ինչ ես անում, դեղ ես խմում, որպեսզի այդ ցավը քեզանից գնա։ Ամեն անգամ, երբ որ կցավա, Տիրոջ շնորհքը այդ ցավի մեջ քեզ բավականա։ Խոսքերը լսեք ինչ է ասում Տերը։ Քեզ իմ շնորհքը բավական է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում։ Աստծո ժողովուրդ ջան, Պողոսը Տիրոջից առնելով այս պատասխանը ավելի հոժարությամբ ասում է կսկսեմ իմ տկարություններով ես պարծենալ, քանց ինչով, քանց որ ինչ որ ամեն բան սենց շտկվի ու առնվի ամեն փորձություն ինձանից։ Ոմանք իրենց աստվածապաշտությունը կապել են նրա հետ, որ ինչ խնդրեն, ոնց խնդրեն, որ պահին խնդրեն, եթե պատասխանվեց, ուրեմն ճիշտ հավատք է, ուրեմն Քրիստոս, Հիսուս ճիշտ է։ Շատ անգամ Աստված չի վերցնելու մեր փորձությունները, որովհետև դրա մեջ ունենք դաս քաղելու, դրա մեջ ունենք մեր անձերը խոնարեցնելու ինչ որ մի պատճառ, հա, որովհետև հիշեք մի կարևոր բան, ամենասարսափելի մեղքը հպարտությունն է, եւ սատանան շատ հեշտությամբ կարա մարդու կյանքում բերի հպարտություն, երբ որ ամեն հարցերը կատարյալ լուծվեն եւ նրանից հեռանան փորձությունները։ Էլի եմ ասում, միգուցե այսօր այստեղ նստած եք դուք ժողովուրդ, գիտեք ինչն է ինձ խանգարում, կասեք Փաստոր Սիլվիա, մի տեսակ ճնշված ես խոսում, ասեմ ձեզ ինչը, social media-ն, որովհետև Աստված այն ինչ որ տվել է խոսքը եկեղեցու համար, ես չեմ կարողանում ազատ փոխանցեմ եկեղեցուն, որովհետև այս social media-ները ինձ խանգարում են, ընդհանրապես եմ ասում, խանգարում են, որովհետև խոսքը տրված է եկեղեցուն, ոչ թե աշխարհին։ Աշխարհը երբ որ այսօրվա քարոզներս լսի, այլ բանա մեկնաբանելու եւ խանգարվելու է, չի կարողանալու մարսի այս խոսքը։
եկեղեցունա տրված խոսքը, հասկանում եք ինչ եմ ասում, եւ տվյալ եկեղեցունա տրված խոսքը։ Այս եկեղեցու համար այն ինչ որ Տերը տալիս է, կողքի եկեղեցուն այլ բանա Տերը տալիս, որովհետեւ ամեն եկեղեցի ունի իր հաղթանակներն ու իր պարտությունները, որտեղ Տերը գիտի ում ինչի մեջ առաջնորդի, ում որտեղ հանդիմանի։ Ոնց որ ես այն ինչ որ առել եմ իմ համար, ասենք, հա, ասենք ես առել եմ իմ համար, որ այսինչ բաները չշտկի, սխալ է, ես գամետի այդ բերը դնեմ քո վրա, ասեմ քեզ էլ այդ վերաբերում, ոչ, դա իմն է, ես պետք է շտկվեմ դրա մեջ, բայց այն ինչը քոնն է, քո համար Տերը բավական քո չափով քեզ կտա, հիմա այդպես, ինձ ստիպում են ծառայողները, որ social media, հիմա ձեռքով ընդեղ հասկացում են, կտրենք, հանենք, չէ, լուր հանեք, արդեն խոսացի, ժողովուրդ, երկար ժամանակա խնդրում եմ ինձի հանեք social media-ներից, ես չեմ ուզում ընդեղ լինեմ։ Ես ուզում եմ եկեղեցին աճի խոսքով հավասարաչափ, այնպես ինչպես Սուրբ Հոգին կառաջնորդի, բայց էլի կթողեմ ձեր խղճի վրա։ Այս խոսքը, որ ուղված էր իր առաքյալին, հա, որ իմ շնորհքը քեզ բավական է, այսօր նաև ուղված է ամեն մեկիս, որ Տիրոջ շնորհքը մեզ բավական է, ամեն, բավական նշանակում է Աստծո շնորհքը երբեք քիչ չի, այն հենց այն է, ինչի կարիքը, ինչի չափը դու ունես, ամեն, թույլ տվեք մի քանի օրինակներ տամ, Անապատում դուք կհիշեք Իսրայել ժողովուրդը ժամանակ առ ժամանակ ըմբոստանում էր Աստծո առջև եւ ինչ էր անում Աստված նրանց թշնամու ձեռներ տալի պատժում էր որպեսզի արթնանան իրանց վիճակներից Անապատում թույնավոր օձեր հայտնվեցին եւ ում կծում էին ընկնում մեռնում էին պատկերացնում եք ամբողջ Անապատում տեսնում ես մարդիկ ընկնում մեռնում են օձերը թունավոր կծում են ընկնում մեռնում են եւ Մովսես այս իրավիճակը տեսնելով աղոտ բարձրացեց Եվ Աստծուն խնդրեց ասեց, որ հեռացնի այս օձերին, բայց գիտեք ստեղին չենք տենում, Աստված օձերին չհեռացրեց, այլ լուծումը տվեց, որը իր շնորհքն է, ինչի մասին է խոսքը, ասաց Մովսես, պղնձե մի օձ կառուցիր եւ տար մի բարձր բլուրի վրա ասաց այն տնկիր եւ ում որ օձը կկծի, թող շուռ գա եւ այդ օձին նայի, այդ պղնձե օձին եւ իսկույն կբժշկվի Եվ հենց այդպես էլ լինում էր, կարող էր, չէ, նա ուղղակի օձերին հավաքեր, մաքրեր նրան շուրջից, չէ, օձերը մնալու են այդտեղ, փորձությունները մեր մնալու են, մեր պարտությունները, մեր տկարությունները մեր հետ մնալու է, մեր փորձությունները լինելու են միշտ, ում ենք նայում, կարևորը դա է, որովհետև եթե մենք վերև նայենք, ամեն հարցերի պատասխանը ունենք, Աստված չվերացրեց մեղքը, ատենցներ հիմա ինքը խաչի վրա հելել էր, շնորհքով իր գործը արել էր, մեզ փրկել էր, մեղքն էլ վերացել էր, վերջ, էլ ոչ մեկ մեղք չի գործում, ուշադիր լսեք, մեղքը կա, մեղքի հարցը լուծեց, որ իր շնորհքն է, որ իր շնորհքը ընդունողը, իր շնորհքին հավատացողը, որ Հիսուս Աստծո որդի է, որ Հիսուս Այն մեսիանա, որը խոստացված էր, որ ամեն մեկը ով կհավատա նրա շնորհքին, կխոստովանի, կապաշխարի ու վերստին կծնվի, կփրկվի։ Լուծումը դրա մեջ գտա։ Եղիա մարգարեն, երբ որ կհիշեք, Հեզեբելը, երբ որ նրան սպառնաց, հա, որովհետև այն սուտ մարգարեներին սպանել էր, սպառնաց եւ Նրան ասեց սպանելու եմ քեզ, Եղիան փախավ գնաց դեպի Անապատ։ Անապատում նա ընկավ շատ խորը դիպրեսիայի մեջ։ Խորը դիպրեսիա, հյուծվածություն, հիասթափություն։ Գիտեք, նրա դիպրեսիան այնքան խորն էր, որ աղոթք արեց, դուք ուղղակի պատկերացրեք, մարդ աղոթք անի ու խնդրի Աստծուն, որ ինքը մեռնի։ Դուք պատկերացրեք ինչ աստիճան խորը դիպրեսիայի մեջ ընկավ Եղիան։
Այսքանի օրը որ բոլորը social media-ով տեսնում ենք այդ ընտանիքը, որ ինչպես մայրը սպանել է իր 6 օրական աղջիկ երեխուն, հետո 2 տարեկան տղա երեխային, հետո ամուսնուն, գիտեք, շատ արագ դատեցին ժողովուրդը, թե ինչպես կարելի է եւ ավել պակաս բաներ։ Աստծո ժողովուրդ, սատանան օգտագործում է դիպրեսիա, նման կարգավի, դիպրեսիա ինչա, սատանան հետևում կանգնած հիվանդություն է, ով ինքն է հենց դրդում մարդկանց անեն այն, ինչ իրակամքն է։ Եվ գիտեք, արագ դատում ենք, բայց իրականում եկեք հասկանանք մի բան, որ սատանան իր ծրագրերն էլ իրականացնում է երկրի վրա, ցավոք սրտի։ Գիտեք ինչու, որովհետև ճշմարիտ Աստծո խոսքը մերժում են։ Եթե մարդը նույնիսկ անցնի դիպրեսիաներով, գա Աստծո տուն, Աստծո խոսքը լսի, եւ Աստծո խոսքը թույլ տա իր մեջ գործի, անհնարին է մարդը մնա այդ կարգավիճակի մեջ։ Գիտեք, այստեղ շատ մարդիկ են եկել նման կարգավիճակով, այսօր խաղաղված, ուրախ վայելում են իրանց կյանքը, որովհետև Հիսուս միակ ճանապարհն է։ Եվ ասեմ, այդ աղջկա էլ միակ ճանապարհը Հիսուս կարող էր լինել։ Մարդիկ հիմա սկսեցին ռեկլամանել դեղերը, հա, հիվանդանոցներն ու բժիշկներին, բայց ինչու չասենք, որ կյանքը, իրականությունը Հիսուսի մեջ է։ Կգա մտքերը, անշուշտ կգա մտքերը, բայց երբ մարդը Հիսուս ունի իր սրտում, Հիսուս չի թողա դու ծայրահեղ քայլերի գնաս, քո փորձության մեջ իր շնորհքը կգա ու քեզ կազատի այդ կարգավիճակից, կգա մտքերը, Հիսուսի շնորհքը առավել ևս զորավոր է դրա այդ մտքերը հաղթահարելու համար, ամեն։ Ով ունի Հիսուս, ունի կյանք իր մեջ, ով ունի Հիսուս, ուրեմն գիտի ճանապարհը, ամեն։ Եվ տեսնում ենք Եղիան այստեղ իր մահն էր խնդրում, հենց այդ ժամանակ այդ դիպրեսիայի մեջ իր ամենա այդ բացարձակապես ամենաթույլ ժամանակի մեջ Աստծո պահպանող շնորհքը հայտնվեց նրան։ Գիտեք ինչ արեց նրան, պատկերացեք քարերի մեջ մենակը նստել է իր այդ մտքերով, որ ուզում է մեռնի, հանգիստ տվեց նրան, ապահովեց սնունդով եւ անհրաժեշտ ճշգրիտ շնորհքի ուժով, որ նա գտավ բավականություն Աստծո ներկայության մեջ եւ ինչու այդ ամենը Աստված արեց, որպեսզի իր մարգարեության առաքելությունը շարունակի, այսինքն կանգ չառնի։ Այսօր մենք ամեն մեկս միգուցե անցնենք դժվարություններով։ Գիտեք, այնտեղ Մովսեսը, երբ որ նայում ես իրան եւ այդ այրվող, այդ մորենու մեջից Աստված խոսեց, չէ՞, Մովսեսի հետ, եւ նրան պատվիրեց, ասեց Մովսես գնալու ես եւ Եգիպտոս եւ Իսրայել ժողովրդին ստրկությունից ազատելու ես։ Գնալու ես, ազատելու ես նրանց։ Առաջի բանը, որ Մովսեսը մտածեց, ախր ես ծանրախոս եմ, մի տեսակ ոնց են ասում, կակազում եմ, ճիշտ չեմ կարողանում խոսեմ, ոնց եմ ես կարողանալու գնամ, մի հատ մեծ հսկայական փարավոնի առջև կանգնեմ ու խոսամ։ Գիտեք, Աստված նրա շնորհքի ինչպես երևաց, ասեց Մովսես, գնալու ես, որտեվ ես քո հետ եմ լինելու, այսինքն քո կակազելու մեջ, քո ամեն ինչի մեջ ելքը ես գտնելու եմ։ Դու չես խոսա, Ահարոնը կխոսա, եղբայրդ, բայց դու գնալու ես, քեզ եմ պատվիրել դա անես։ Շատ անգամ Աստված մեզ տալիս է ծառայություններ, ստեղ ոմանց մտածում են ես չեմ կարա, հələ նեղության մեջ եմ, հələ ցավի մեջ եմ։ Ստեղ այս եկեղեցում ծառայողները ամենաշատ հալածվող ու փորձության մեջ ժողովուրդ են։ Ամենախորը փորձությունների մեջ մարդիկ այս եկեղեցում ծառայողներն են։ Մեզ ոչինչ չպետք է կանգնեցնի Տիրոջը ծառայելուց, ամեն։ Աստված նրա լեզուն չբժշկեց, Աստված իր զորությամբ, իր շնորհքով, իր ներկայությունով նրան ապահովեց, ամեն։ Դավիթ թագավորը որպես Աստծո մարդ իր ծանր բարոյական ձախողումից, բոլորս գիտենք, սպանեց ընկերոջը եւ
շնացավ նրա կնոջ հետ։ Ուշադիր լսեք, ամենաանբարոյական մեղքի ժամանակ, որ նա նույնիսկ չէր ուզում ապրեր, բախվել էր մի մեղքի, որ չգիտեր ճնշող գործողությունների այդ իր արարքի համար, նա չէր գտնում ելքը։ Աստված այցելեց նրան։ Աստված ներեց նրա մեղքը եւ իր շնորհքը առավել եւս սկսեց գործել Դավիթի կյանքում։ Տեսնում ենք, որ այո, գինը վճարեց, առաջի որդին ծնվեց ու մահացավ, բայց Աստծո շնորհքը նրան չթողեց, որովհետեւ նա տեսնում էր Դավիթի սիրտը, որ ուղիղ է իր հետ, մարմինը տկարացավ, այո, մեծ մեղք գործեց, բայց նրա սիրտը ուղիղ էր Աստծո հետ։ Կարևորը այսօր ոչ թե մենք, գիտեք, մեղքի հարցը լուծել է Տերը, բայց ոչ թե մենք կենտրոնանանք մեղքի վրա, ամեն մեկս կենտրոնանանք մեր սրտի վիճակի վրա։ Մեր սիրտը եթե ուղիղ լինի Աստծո հետ, Աստված իրավիճակ, կարգավիճակները շտկող է։ Իսկ եթե քո սիրտը Աստծո հետ ուղիղ չի, մեղքդ էլ փայփայում ես, դու նույն տեղում էլ մեռնելու ես, որովհետև չկա նման կարգավիճակ, որ մարդը փորձի մի բան անի Աստծո դեմ ըմբոստանա ու էդի ուղակի հենցնեց անցնի գնա, ամեն ինչ ունի հետևանք, ամեն ինչ ունի հետևանք։ Եվ գիտեք, որը ինձ ուրախացեց, նայում ենք Սաղմոս 23-ը, նայում ենք Սաղմոս 51-ը, որտեղ ստեղ տեսնում ենք Դավիթը իր կյանքի ամենադժվար այդ փուլում, որտեղ խայտառակվել էր, բոլորը գիտեին այդ մասին, անհույս իրավիճակում Աստծո բավարար շնորհքը իր փշրված հոգուն վերականգնում է եւ նա Սաղմոսի մեջ այս արտահայտությունն է անում, ասում է բարիությունը եւ ողորմությունը ինձ կհետևեն իմ կյանքի բոլոր օրերում։ Երանի ամեն մեկս այդ սիրտ ունենանք Տիրոջ հետ, որ իմանանք, որ մենք ապահով ենք Տիրոջ շնորհքի տակ, ամեն։ Նայենք Պետրոսին, ավարտում եմ շուտով, բայց կուզեմ ամեն մեկս այս օրինակներից դաս քաղենք, նայենք Պետրոսին։ Հիսուսի դատավորության ժամանակ 3 անգամ ուրացավ Հիսուսին։ Այսօր ձեզի մեկը մեկ անգամ ուրանա, հանձինես ես էլ, ձեր հետ միասին կջնջենք, կկտրենք, կգցենք, էլ մեր հետ գործ չունես։ 3 անգամ Պետրոսը ուրացավ Հիսուսին, մեկը որ անտրված էր, Հիսուս ասել էր եկեղեցու քար եմ քեզ անելու, հա, խոստումներ, Հիսուսի հետ քայլել, 3 անգամ ասում է չգիտեմ ով է Հիսուսը, ում մասին եք խոսում, ինչ Հիսուս, հայհոյում է, ես չեմ էլ իմանում ով է Հիսուսը, ուշադիր նայեք, այնուամենայնիվ, այդ ուրացման մեջ նույնիսկ, հա, հարություն առած Հիսուսը Պետրոսին իր բավարար շնորհքն է ցույց տալիս, ծածկում է Պետրոսի ձախողումը։ Եվ գիտեք Պետրոսը ինչ դարձավ, այդ վախկոտ Պետրոսից, որտեվ Աստված գիտեր, ոչ թե նա նրան ուրացավ, որովհետև ապերախտ է, ոչ, որտեվ վախեցավ, նա վախեցավ, որ իրենը կխաչեն, կսպանեն, Աստված ամեն բան գիտի մեր սրտի վիճակները, եւ այդ վախկոտ Պետրոսը վերածվեց ինչի, վաղ եկեղեցու համարձակ հիմնարար առաջնորդի, դարձավ եկեղեցու առաջնորդ, առաքյալ, որ այն աստիճան Աստծո շնորհքը նրան զորացրեց, որ երբ որ տարան նրան խաչելու, ասեց իմ Տերն է սենց խաչվել, ինձի սենց չխաչեք, ինձի գլխի վայր խաչեք, որ պատիվ տամ իմ Տիրոջը, որովհետև ինքը իրան արժան չէր տենում, դրա համար ինքը ուզեց ցույց տա, որ Հիսուս, այն որ ես քեզ մի օր հիշում ես, ասեցի, որ քո համար պատրաստ եմ մեռնելու էլ գնամ, ես դա ճիշտ էի ասում, ուղղակի այդ պահին վախեցա 3 անգամ քեզ ուրացա, այդ խոսքերս իրական էր եւ նա այդ իրականությունը ապացուցեց իր քայլերով։ Կձախողվենք, պահեր կա կարող է աման չենք ասենք, հա, ուր John 3:16 եկեղեցի, հա գնում եմ այդ եկեղեցի, լա, չեմ գնում, մեկ ուղղակի։ Ոչինչ, մի դատապարտեք ձեր անձերը, Աստծո շնորհքը կգա ու կմաքրի ու իրոք կզորացնի այդ կարգավիճակները եւ մեր միտքը կբժշկվի։ Հիշեք մի կարևոր բան, Աստծո հանդիմանությունը մեզ շտկելու, կառուցելու ու բարձրացնելու համար, ոչ թե մեզ փշրելու ու կոտրելու համար։
Երբեք մարդու այն ծայրահեղ իրավիճակի չտանես, որ ինքը այլևս ընդհանրապես չուզենա ապրի։ Երբեք մի խոսեք, մի ասեք բառեր, լռեք, դուք ցավացեք, դուք ձեր մեջ անդադ խոսացեք Աստծո հետ, բայց դիմացինին այն վերջի խոսքը մի ասեք։ Որտեվ ինչ անենք, մենք դրա պտուղը կքաղենք։ Կարանք ասենք ամեն։ Հիշենք մեր տկարությունը, մեր տկարության մեջ Աստծո շնորհքը ուրեմն բավարար է։ Աստծո ժողովուրդ, մեր թուլություններն են հաճախ մեզ խոնարհ պահում եւ անընդհատ կախված Աստծուն։ Մի վախեցեք ու մի հիասթափվեք փորձության այդ փուշը, որ ունեք ձեր կյանքում։ Աստծո շնորհքը ծածկում է մեր հոգևոր եւ ֆիզիկավոր ձախողումները։ Էդի վստահ եղիր Աստծո մարդ, որ եթե դու Աստված ունես քո մեջ, Աստծո շնորհքը քեզ բավական է։ Ամեն։ Կուզեմ ոտքի վրա սովորենք մի կարևոր բան, մեր թուլությունների մեջ մեր հայացքը երբեք մեր ձախողումների վրա չպահենք, այլ Տիրոջ վրա, դեպի վեր։ Ամեն։ Եկեք խոնարհվենք ու աղոթենք։